Ինչպես այն անծանոթը, որին ես սպասարկեցի ռեստորանում, դարձավ իմ ամուսինը, մաս 5։ Հիշում եք 4-րդ մասում պատմեցի, որ ժամադրության հաջորդ օրը Դավիթը ուզեց, որպեսզի մենք հանդիպենք, սակայն ես ասեցի, որ մենք չենք կարող հանդիպել, քանի որ ես աշխատում եմ ախրանիկ ու իմ գրաֆիկը առավոտվա 7-ից մինչև գիշերվա 12-ն է։ Դավիթը ասում է օքեյ ու մենք շարունակում ենք խոսել։ Երեկո էր, ես դեռ աշխատանքի, հոգնած, ծարավ ու սոված։ Դավիթը գրում է, որ շատ գործեր ունի ու հանդիպելու է ընկերոջ հետ այն տարածքում, որտեղ ես աշխատում եմ։ Ու ես մտածում եմ, որ համ ինքն է այսօր զբաղված, համ ես եմ զբաղված ու այսօր դժվար էլ հանդիպենք։ Երեկոյան ժամը 8-ն է ու ես խելոք կանգնած սպասարկում եմ հաճախորդներին։ Մեկ էլ զգում եմ ինչ-որ մեկը հետևս կանգնած է ու ծանր շնչում է։ Պտտվում եմ ու տեսնեմ ինքն է կանգնած։ Գրպանից հանում է Kinder շոկոլադը, տալիս է ինձ ու ասում է. Ազատ 5 րոպե ժամանակ ունեի, ասի գամ տեսնեմ ոնց ես։ Ես վերցնում եմ շոկոլադը, մենք դուրս ենք գալիս, մի 5 րոպե ման ենք գալիս ու ինքը միանգամից գնում է։ Այդ ժամանակ արդեն իմ ընդմիջումը սկսվել էր, ես վերցնում եմ շոկոլադը, թեյ ու բարձրանում եմ երկրորդ հարկ։ Ու գիտեք ինչն էր հարցը, որ ինքը ամբողջ օրը իրոք զբաղված էր, բայց ինքը գտավ թեկուզ մի 5 րոպե, որ գա այդ կանֆետը տա ու գնա։ Իսկ դրանից հետո